Հարգելի գործընկերներ, քննարկում ենք Հայաստանի Հանրապետության կառավարության և Ղազախստանի Հանրապետության կառավարության միջև միջազգային ավտոմոբիլային հաղորդակցության մասին 2006 թվականի նոյեմբերի 6-ի համաձայնագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին արձանագրությունը վավերացնելու մասին հարցը հիմնական զեկուցող տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյան, խնդրեմ պարոն Սիմոնյան։ Շնորհակալություն։ Հարգարժան պարոն Թունյան, հարգելի գործընկերներ, Հայաստանի և Ղազախստանի միջև ավտոմոբիլային հաղորդակցությունը կանոնակարգվում է 2006 թվականին ստորագրված ավտոմոբիլային հաղորդակցության մասին համաձայնագրով։ Համաձայնագրով հիմնականում կարգավորվում են միջպետական կանոնավոր և ոչ կանոնավոր ուղևորափոխադրումները և բեռնափոխադրումների ոլորտը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ԵԱՏՄ գրեթե բոլոր երկրների հետ բացառությամբ Ղազախստանի Հանրապետության մենք ունենք հետևյալ հարկային ռեժիմը, որ փոխադրողները բեռնափոխադրում իրականացնող երկրների միջև ազատվում են տրանսպորտային միջոցի օգտագործումից բխող հարկերից, տուրքերից և վճարներից, բացառությամբ այն տուրքերից և վճարներից, որոնք ոչ խտրական սկզբունքով գանձվում են նաև տվյալ երկրի փոխադրողներից, սույն արձանագրությամբ առաջարկվում է նույնպես Ղազախստանի Հանրապետության հետ նման ռեժիմ կիրառել, նշեմ, որ արձանագրությունը, որը մշակվել է և փոխհամաձայնեցվել է գործընկեր երկրի համապատասխան մարմինների հետ, ստորագրվել է 2024 թվականի ապրիլի 15-ին։ Երևի թե այսքանն է, շնորհակալություն։ Շնորհակալություն, պարոն Սիմոնյան։ Հարցեր կան պարոն Սիմոնյանին, խնդրեմ պարոն Բագրատյան։ Շնորհակալություն, պարոն Սիմոնյան։ Հայաստանի կարգավորումների հարաբերությունները, այդ թվում նաև բեռնափոխադրումների հետ կապված, չի կարգավորում ԵԱՏՄ շրջանակներում, առանձին համաձայնագիր են կնքում։ ԵԱՏՄ շրջանակներում կարգավորվում է հետևյալ սկզբունքը, որ բացի մնացած այլ կարգավորումներից, որ առանց թույլտվությունների է իրականացվում այդ բեռնափոխադրումները, սակայն հարկային ռեժիմների մասով կարգավորումներ չկան և հարկային ռեժիմների մասով մենք ունենք համաձայնագրեր երկուստեք ամեն ԵԱՏՄ անդամ պետության հետ և այդ երկկողմ համաձայնագրերով է իրականացվում նշված կարգավորումները, այդ թվում օրինակ երրորդ երկրներից դեպի ԵԱՏՄ երկիր իրականացվող փոխադրումների կարգավորումները, որովհետև ԵԱՏՄ-ն դա չի կարգավորում։ Երրորդ երկրների մասին չի խոսքը, մենք կոնկրետ մեր երկրից Հայաստանի Հանրապետությունից Ղազախստան բեռն ենք տեղափոխում կամ ընդհակառակ Ղազախստանից Հայաստան։ Սա չպետք է կարգավորի ԵԱՏՄ կանոնակարգերով, թե պետք է երկկողմանի լինի, ասենք Հայաստան, Ռուսաստան, Ռուսաստան, Ղազախստան, այսինքն յուրաքանչյուր առանձին կնքում է նման համաձայնագրեր, այդպես հասկանանք, այո, շնորհակալություն։